Ապրիլի 1-ից Հայաստանում բոլոր կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Փոփոխությունը վերաբերում է շուրջ 665,000 շահառուի։ Եթե մինչև մարտի 5-ը քաղաքացիները չընտրեն իրենց սպասարկող բանկը, ընտրությունը կկատարվի ինքնաշխատ եղանակով, իսկ քարտերը կհասցվեն սուրհանդակային ծառայությամբ։ Կառավարության որոշմամբ կարգավորվել է գործընթացի ամբողջ մեխանիզմը։ Ըստ ներկայացված տվյալների դեկտեմբերի սկզբին շուրջ 50,000 քաղաքացի դեռևս կանխիկ էր ստանում կենսաթոշակ եւ նպաստ։ Այժմ այդ թիվը կրճատվել է, հասնելով 25,539-ի։ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Աննա Բեգլարյանի խոսքով համակարգը դիտարկվում է նաև որպես հավելյալ եկամտի հնարավորություն։ Պայմանական, եթե կենսաթոշակառուն ստանում է 50,000 դրամ կենսաթոշակ, 20%-ը բնականաբար ստացվում է 10,000 դրամ։ Եթե ամբողջ 50,000 դրամը նա ծախսի միայն անկանխիկ եղանակով, կստանա առավելագույն 10,000 դրամ քեշբեքի հնարավորությունը։ Եթե օգտագործի 40,000 դրամը, կստանա 40,000 դրամի 20%-ը, ոչ 10,000 դրամը։ Պաշտոնյայի խոսքով 2026 թվականի հունվարին 415,228 քաղաքացի ստացել է հետվճար։ Վճարված ընդհանուր գումարը կազմել է 2,9 միլիարդ, 1,1 միլիարդով ավելի, քան նախորդ ամիս։ Միջին հետվճարը եղել է մոտ 7,000 դրամ, իսկ առավելագույնը 10,000 դրամ։ Բեգլարյանը նկատում է, որևէ սահմանափակում չկա գումարը տնօրինելու հարցում։ Մեր բոլոր կենսաթոշակառուները կարող են իրենց կենսաթոշակը տնօրինել այնպես, ինչպես որ իրենք ուզում են։ Մենք վճարումն ենք իրականացնելու անկանխիկ ու նրանք կենսաթոշակը ստանալու են բանկային քարտի միջոցով։ Դրանից հետո կարող են ինքնուրույն տնօրինել իրենց գումարը, կանխիկացնել եւ օգտագործել իհարկե, թե օգտագործել անկանխիկ։ Մենք իհարկե բոլորին հորդորում ենք, որ դա իրականացնեն անկանխիկ, որպեսզի օգտվեն քեշբեքի հնարավորությունից։ Կարողանան իրենց կենսաթոշակը ինքնուրույն բարձրացնել մինչև 10,000 դրամ չափով կամ 20%-ով, բայց որևէ սահմանափակում չի լինելու, որպեսզի քաղաքացին միայն տնօրինի իր կենսաթոշակը անկանխիկ կամ կանխիկով։ Նա անդրադառնում է նաև դժգոհություններին կապված գյուղերում եւ սահմանամերձ համայնքներում անկանխիկ վճարման դժվարությունների հետ։ Բոլոր օրենսդրական կարգավորումներով, բոլոր իրավակարգավորումներով, բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան անկանխիկ եղանակով ստանալու հնարավորություն։ Սա բացառված է, որ քաղաքացուն մերժեն անկանխիկ եղանակով ստանալու հնարավորության մասով։ Տեղաշարժման խնդիր ունեցող անձանց համար նախատեսված է քարտերի տնային առաքում։ Արդեն ունենք հաստատված այն բանկերի անունները, որոնք հայտնել են իրենց պատրաստակամություն մասնակցելու այս գործընթացին, ու իրենց էլ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ քաղաքացիները, ովքեր որ կունենան տեղաշարժման սահմանափակումներ, իրենց համար բանկային քարտի առաքումը կիրականացվի տոն։ Ծրագրին միացել է 4 բանկ՝ Ակբա բանկը, Հայ-Էկոնոմ բանկը, Արարատ բանկը եւ Արցախ բանկը։ Սակայն բոլոր թոշակառուները չեն ընդունում փոփոխությունը միանշանակ։ Մեկը ես հաշվանդանում եմ սրտային խնդիրներով, մեքենա է գալի փողոցում, բերում են, ապրանք են բերում, հա, մի կերպ ոտերի խնդիր ունեմ, իջնում եմ մի կապ կանաչի եմ վերցնում, բալիկ ջան, սուպերմարկետներում թանկ են գները։ Ես հիմա էլ եմ քարտով ստանում, բայց ես որ խանութներից առևտուր անեմ, ես չեմ կարա այդ բաները մուծեմ, կոմունալներս մուծեմ։ Հարմար չի ինձ։ Քեշբեքը Չէ, ինձ ոչ մի բան էլ պետք չի։ Մյուս կողմից կան նաև գոհ քաղաքացիներ։ Ես օգտվում եմ շատ լավ։ Որևէ խնդիր չի Չէ, բոլորովին, աղջիկս։ Իսկ այդ 20% քեշբեքի հետ կապված։ Չէ, այդքան չեմ կարող անեմ, ինչքան կարող եմ։ Բարեփոխումների արդյունքում թոշակառուները հնարավորություն են ստացել բարձրացնել իրենց թոշակը մինչև 10,000 դրամի չափով։ Դրանով հանդերձ, սակայն, տարեց եւ առողջական խնդիրներ ունեցող որոշ քաղաքացիների համար կանխիկից անկանխիկի անցումը դեռևս դժվարամատչելի է։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։